ԿՊ վարչության նիստից ընդամենը մի քանի ժամ անց ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ստացավ օտարերկրյա պաշտոնյայից առաջին շնորհավորանքը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլեչից։ Իդեպ Ռուբինյանը դեռ պաշտոնապես խորհրդարանում չի էլ ընտրվել որպես ազգային ժողովի նախագահ։ Այս շնորհավորանքը տարբեր հետևությունների առիթ տվեց։ Կարծիք կա, որ Ռուբինյանին այդ պաշտոնում նշանակելը Թուրքիայի ցանկությունն է եղել։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով այսօրվա իշխանության քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ մաքսիմալ զիջողական է, իսկ բանագնաց Ռուբինյանի առաջադրումը ազգային ժողովի նախագահի պաշտոնում կարող է թաքնված մեսիջ լինել։ Ռուբինյանը առաջադրվելով ազգային ժողովի նախագահի պաշտոնում բնականաբար կարող է որոշակի այսպես թաքնված մեսիջ պարունակել այդ առաջադրումը, որ հայ-թուրքական հարաբերություններում բանագնացը փոխում է իր կարգավիճակը ազգային ժողովի փոխնախագահից դառնալով նախագահ, որը կարող է ցույց տալ այս իշխանությունների մոտեցման լրջությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման։ Քլեչի շտապողականությունն էլ ըստ թուրքագետի Ռուբինյանի հարմար կոմֆորտ գործընկեր լինելու հանգամանքն է։ Իսկ արդյոք Ռուբինյանը կշարունակի մնալ հայ բանագնաց լինելով նաև ազգային ժողովի նախագահ։ Երեկ նա հստակ պատասխան չտվեց։ Չգիտեմ, չեմ մտածել, որովհետև 5 րոպե առաջ է այդ որոշումը կայացվել, 5 րոպեում չենք հասցրել այդ հարցին անդրադառնալ։ Անցնող տարիներին Ռուբինյանը ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում էր կարևոր դերակատարում ստանձնել, Փաշինյանը նրան իր հետ տանում էր նաև Ալիևի հետ հանդիպումներին։ Ռուբինյանը թիմում ընկալվում է որպես Փաշինյանի ամենավստահելիների ցուցակում առաջիններից մեկը, որը տեղյակ է եւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ գունապնակին։ Մինչև վերջին 1 տարին Ռուբինյանը այսպես ասած գորշ կարդինալի կարգավիճակում էր, քիչ էր խոսում, թիրախային ելույթներ էր ունենում, բայց տեղյակ էր եւ արտաքին եւ ներքին բոլոր շարժերից։ Բախումներից հետո մենք հակամարտության փուլը կարող ենք համարել փակված։ Իրանք ասում են, չէ, այս հակամարտության փուլը չպետք է համարենք փակված։ Ամեն ինչ փոխվեց վերջին 1 տարվա ընթացքում։ Նա կտրուկ առաջընթաց արձանագրեց ստվերում թողնելով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Խորհրդարանում թիմը դիրքորոշումները հստակեցնում էր նրա հետ։ Ընդդիմադիրներին թիրախավորելու հարցում էլ նա էր առաջին պլանում ու նրա խոսքն էր ուղղորդող։ Նա Հոիդայի ու մասնավորապես 004 շրջապերականի վերաբերյալ մշտապես սևեռուն վերաբերմունք ուներ։ Ես միշտ ինչ մեղքս թաքցնեմ, երբ որ նույնիսկ փոքր էի, ես ահա որ ներվայնացել եմ, երբ որ մեր հերոստատեսությամբ տեսել եմ Սարոյան եղբայրներ ֆիլմը եւ ավելացնեմ նաեւ նվագախմբի տղաներ ֆիլմը։ Եվ իհարկե որևէ կերպ չեմ ժխտում այդ ֆիլմերի գեղարվեստական արժեքը, բայց գաղափարական արժեքը ժխտում եմ ամբողջությամբ եւ ես համարել եմ, որ ամոթ է, որ պետք է նորանկախ Հայաստանում ցուցադրվի ֆիլմ, թե ինչպես են օտար ուժերը վերացնում մեր անկախությունը։ Ես ներվայնացել եմ դրանից։ Իսկ Աննա Գրիգորյան, Ռուբեն Ռուբինյան մարտերը առանձնահատուկ դիտարժան էին։ Պարոն Ռուբինյան, ես ոնց հասկանում եմ, մեր առաջին հանդիպումը շատ տրավմատիկ է եղել ձեր կյանքում։ Այնքան տպավորիչ, որ տենց ելույթ չկա, ինձ նայելուց դա չասեք, այդքան տրավմատիկ ազդեցություն եմ ունեցել ձեր կյանքում։ Այն մերթ մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ, գնացեք, խոսեք մի քիչ, թոթափվեք, նոր կյանք ստացեք։ Էս ինչ բան է։ Ես չէի պատկերացնում, որ ինձ տեսնելիս մարդ կարող այդքան տրավմատիկ ազդեցություն ունենա։ Ծանր եմ տանում, տիկին Գրիգորյան։ Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վարքյան դավաճանների խմբում մնալը ինձ համար ուղղակի արժանապատվության հարց էր։ Պարոն Ռուբինյան, բայց իմ առաջարկ ուժի մեջ է, հոգեբանի հետ կարող եմ պայմանավորվել, գնացեք, երկար-բարակ պատմեք, հասկանում եմ, որ ջրին պատմելը չի օգնել, միգուցե հոգեբանին պատմելը շատ օգտակար կլինի ձեր կյանքում, այդտեղ մի քիչ կփորձեմ մեղմել ձեր տրավմատիկ հիշողությունների մասին։ Քարոզարշավի ընթացքում եւս Ռուբինյանը կարևոր դերակատարում էր ստանձնել, վարում էր հանրահավաքներն ու սուր քննադատում ընդդիմադիր առաջատար ուժերին, զարգացնելով Փաշինյանի թեզերը։ Ինքը կալուգացի օլիգարխը, որին մենք բռնելու վերադարձել ենք ու անհատ է իրանք թողենք ինքը հեռանա իր կալուգա։ Ինչ պետք է անի Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովում, որը չէր անում Ալեն Սիմոնյանը։ Կերևա առաջիկայում Փաշինյանին հաջորդ խորհրդարանում մի շարք մարտահրավերներ են սպասում։ Սահմանադրության փոփոխությունից մինչև խաղաղության համաձայնագրի վավերացում։ Ակնհայտ է, որ այս փուլում Փաշինյանին անհրաժեշտ է, որ ազգային ժողովի նախագահի աթոռին նստած լինի իր համար ամենավստահելի անձը։